Այսօր նշվում է կանանց միջազգային օրը։ 5-րդ գարունն է առանց մեր ծաղիկների ենք անհետ կորածների ծնողները կրկին կառավարության շենքի մոտ են։ Ողբերգական արյունահեղություն Սիրիայում, ինչ խնդիր է լուծվում երկարատև լռությունից հետո։ Ինչու են աղմկում Բագրատունյաց 22 հասցեի շենքի բնակիչները, ով է ի վերջո խոլերայի վտանգի պատասխանատուն ու մեղավորը։ Եվս մի քանի կաթիլ ու արդեն պատրաստ կլինի հերթական առեղծվածային բույրը։ Հայ պարֆյումերի բույրերի աշխարհը։ Ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում ժամի գլխավոր թողարկումը։ Բարի երեկո։ Այսօր նշվում է կանանց միջազգային օրը։ Օրվա հետ կապված պատմական առաջին հիշատակությունը վերագրվում է 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողները ի պաշտպանություն իրենց իրավունքների քայլերթով անցան քաղաքի փողոցներով։ Դեմոնստրատիվ քայլերթի դրդապատճառը ցածր աշխատավարձ ու աշխատանքային վատ պայմաններն են։ Տոնի սկզբնավորումը ավանդաբար կապվում է Կլարացետ կինի անվան հետ, հենց նա էր ստեղծել կանանցից կազմած հեղափոխական ջոկատը։ Հեռավոր այն ժամանակից ի վեր մարտի 8-ը ամբողջ աշխարհում նշվում է իբրև կանանց միջազգային օր։ Հայ կանանց օրվա առիթով շնորհավորել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները Տոնի առթիվ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Հայտի Քնանց և օրիորդներին հայրապետական բարեմաղթանքն ու օրհնությունն է հղել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Ուղերձում վեհափառը հայ կանանց հորդորել է նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակել սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին, նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենիք և Սուրբ եկեղեցի։ 5-րդ գարունն է առանց մեր ծաղիկների ենք կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրած 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների դիտարկումն է։ Խաղաղ ակցիայի մասնակից կանայք հայտարարում են, որ թեև կանանց միջազգային օրն է, բայց իրենց ծաղիկ պետք չէ։ Մեր ծաղիկները մեր տղաներն են։ Իրենց ենք սպասում, ասում են նրանք։ Մայրերը վստահ են, որ իրենց զավակները ողջ են և գտնվում են Ադրբեջանում, նրանք իշխանություններից պահանջում են հարցը դարձնել առաջնահերթություն և զբաղվել դրանով։ Հիշեցնենք, Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից պաշտոնապես հաստատված 23 գերի։ Սիրիայում վերսկսված բախումների պատճառով 340 խաղաղ բնակիչ է սպանվել, զոհերի թվում կա 2 հայ։ Հայր և որդի Անթուան և Ֆատի Փուտրուսանները Լաթաքիայում կրակոցների զոհ են դարձել։ Այս մասին հայտնել է Գանձասար թերթը։ Զոհերի գերակշիռ մասը երկրի բնակչության ավելի քան 10% կազմող ալավիների համայնքից են։ Սպանություններ իրագործվել են կառավարական զորքերի և դրանց հետ համագործակցող զինյալ խմբավորումների կողմից։ Ավելի վաղ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ կառավարության ուժերի Ասադի ռեժիմի մնացորդների դեմ իրականացվող գործողության ընթացքում խաղաղ բնակիչներին դեմ բռնության առանձին դեպքեր են արձանագրվել։ Դարձյալ ողբերգական արյունահեղություն է Սիրիայում ալավիների, Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների զինված կազմավորումների միջև բախումները երրորդ օրն է շարունակվում են։ Ըստ տարբեր մեկնաբանությունների ու աղբյուրների պատճառը Սիրիայի գործող նախագահ Ահմեդ Աշ-Շարայի զինված խմբավորումների կողմից տեղի բնակչության ահաբեկումն է։ Նոր իշխանությունների բռնաճնշումներից դժգոհ ապստամբները հայտարարել են ափամերձ շրջանում վահան ստեղծելու մասին։ Դիմադրության ուժերը ալավիներից բացի կոչ են արել նաև դրուզներին, շիա քրդերին միանալ իրենց պայքարին և հասնել Սիրիայի ներկայիս իշխանությունների հեռացմանը։ Իշխանությունները իրենց հերթին լրացուցիչ ուժեր են ուղարկել նահանգ ապստամբությունը ճնշելու համար։ Երկրի տարբեր մասերից Աշ-Շարայի մարտիկներին օգնության են մեկնել զինյալ ջոկատներ, այդ թվում թուրքամետ կազմավորումներից։ Արյունալի մարտերը գիշեր թե ցերեկ շարունակվում են առանց դադարի։ Ներհասարակական գժտություններ են, որովհետև ալավիները դժգոհ են իրենց կարգավիճակից, նախկինում իրենք ատոմալ դաս էին։ Հիմա իրավիճակը փոխվել է եւ իրենք էլի դարձել են ճշտված խաղ ինչ-որ առումով, փորձում են ապստամբել, ինչ-որ բաներից դժգոհ են, իսկ կառավարական ուժերը շատ, այսպես ասեմ, դաժան կերպով այդ ճնշումները, այդ
ապստամբությունը այդ խռովությունները ճնշում են։ Սոցիալական ցանցերում նաև հաղորդվում է, որ Սիրիայի նոր իշխանությունների զինված խմբավորումները Լաթաքիայի Ալ-Մուխտարիա գյուղի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ են կազմակերպել։ Թեև Սիրիայի նոր իշխանությունները զորակցություն էին հայտնել երկրի էթնիկ եւ կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչներին, սակայն տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Բաշար Ասադի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները Սիրիայի տարբեր մասերում ենթարկվում են հարձակումների եւ հալածանքների։ Լաթաքիայում կառավարական անվտանգության ուժերի եւ Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ալ-Ասադին հավատարիմ զինյալների միջև կատաղի բախումները վերջին 24 ժամվա ընթացքում 130 մարդու կյանք են խլել։ Ըստ էության սա օրենքի տոտալ վերահսկողության բացակայության ու ուժի գերակայության ամենաթողության հերթական դրսևորումն է, որին դեռ չեն շտապում խառնվել արտաքին ուժերը։ Կարող է լինել, բայց առայժմ դրա նախադրյալները չկան։ Փոքրամասնություն լինելով իրենք մշտապես ճնշել են մեծամասնությանը, սունիներին, սունի արաբներին։ Եվ հիմա իրենք առանձնապես տենց դաշնակիցներ չունեն, ասենք։ Օրինակ դրուզների դեպքում Իսրայելը հայտարարում է, որ եթե Սիրիայի նոր իշխանությունները դրուզներին ճնշեն, իրենք կմտնեն Սիրիա, կպաշտպանեն դրուզներին եւ այլն եւ այլն։ Ալավիների դեպքում դա չկա։ 5.5 տասնամյակ Սիրիան կառավարած փոքրամասնությունն այսօր դժգոհ է իր կարգավիճակից, իշխանության գործողություններն էլ սաստող չկա։ Որքան կշարունակվի այս դեպքում այս տխուր ու ծանր հակամարտությունը, փորձագետները չեն շտապում միանշանակ կանխատեսումներ անել։ Տիգրան Ուիկուրղինյան, ժամը լրատվական։ Տորոնտոյի փաբերից մեկում սկսված փոխհրաձգության ժամանակ 12 մարդ է վիրավորվել, նրանցից 4-ը թեթև վնասվածքներ են ստացել, մյուսների վիճակը մնում է անհայտ։ Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը դեռ ազատության մեջ է, վերջինիս գտնելու համար օգտագործվում են բոլոր ռեսուրսները, հրշեջ ծառայությունից նշել են, որ ահազանգ է գրանցվել նաև երկրորդ հասցեում, սակայն այնտեղ ոչ ոք չի տուժել։ Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Բայա Բլանկա քաղաքին պատուհասած ջրհեղեղը 10 մարդու կյանք է խլել, սպառնացող վտանգի պատճառով ավելի քան 1300 մարդ է տաշանվել։ Ջրի հզոր հոսքը տներ է վնասել, հարյուրավոր մեքենաներ ջրի տակ են անցել, ջրհեղեղից մեծապես տուժել է նաև Նոր Զելանդիան, այստեղ նույնպես մարդիկ են մահացել, ջրհեղեղի զոհերի թիվը գնալով աճում է, հեղեղվել է նաև տեղի հիվանդանոցը, փրկարարները շտապել են այնտեղից տարհանել հիվանդներին, նորածին երեխաների եւ հղի կանանց հայտնում են, որ վերջին անգամ նման ջրհեղեղ տարածաշրջանում տեղի ունեցել 1930 թվականին։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Ինչու են աղմկում Բագրատունյաց 22 հասցեի շենքի բնակիչները, ով է ի վերջո խոլերայի վտանգի պատասխանատուն ու մեղավորը։ Եվս մի քանի կաթիլ ու արդեն պատրաստ կլինի հերթական առեղծվածային բույրը։ Հայ պարֆյումերի բույրերի աշխարհը։ Շարունակում ենք թողարկումը։ Ահազանգում են Բագրատունյաց 22 հասցեի շենքի բնակիչները, շենքի նկուղում կուտակված կեղտաջուրը ու աղբը չեն մաքրում, խոլերայի բուն է դարձել։ Ում ասես չեն դիմել, նամակ են գրել քաղաքապետարան անգամ ազգային ժողով։ Պատճառաբանում են չի մաքրվում, քանի որ ամբողջ շենքը միլիոնների հասնող պարտքեր ունի համայնատիրությանը։ Բագրատունյաց 22 հասցեի շենքի բնակիչներն են, գրեթե ամեն օր ահ ու սարսափով են արթնանում, շենքի մուտք մտնելիս եւ բնակարաններ բարձրանալիս բարկանում։ 70-ականներին կառուցված այս շենքում սկսած վերելակների աշխատանքից շենքի նկուղում գտնվող կոյուղատարից անմխիթար վիճակում են։ Մի քանի տարի է վթարված կոյուղատարի կեղտաջրերը լցվում են նկուղ, ամբողջ շենքում տարածելով գարշահոտություն, ամռան ամիսներին մոծակներն ու մլակներն են ակտիվանում ու շենքի բնակիչների կյանքն ու առօրյան էլ ավելի մղձավանջի վերածում։ Անցյալ տարի մոծակ մլակ խեղդում էր մեզ այս ջրերից։ Ջարդվել է լցումը պրավով պատվալ։ Ես 2 տարվա բնակիչ եմ, 2 տարի բողոքում եմ այդ անը։ Շենքի մուտքի բնակիչներից յուրաքանչյուրն իր մաշկի վրա է զգում ու ծանր տանում շենքում ստեղծված ու դեռ չլուծված յուրաքանչյուր խնդիր։ Նրանք դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին։ Մի գերատեսչությունը մյուսին է մեղադրում անգործության մեջ ու ոչ ոք իր պարտականությունները չի կատարում։ Շենքի նկուղում կուտակված կեղտաջուրն ու աղբը չեն մաքրում, պատճառաբանելով, թե ամբողջ շենքը միլիոնների հասնող պարտքեր ունի համատիրությանը։ Բնակիչները ստիպված են եղել իրենց միջոցներով գումար հավաքել կուտակված կեղտաջրերն ու աղբը մաքրել։ Մի օր մեքենա բերեց այդ ջուրը, որ լցված է մարդաբոյին։ Մի մեքենա խողովակով քաշին տարան, ասես դե 300,000 փող է դրան, էլ չեմ կարա։
Շենքի յուրաքանչյուր հարկում խնդիրներ կան։ Մի կողմում վերելակն է առաջինից մինչև վերջին հարկ դղրդալով բարձրանում, տանիքից անձրևաջրերն էլ ջրվեժի նման տներով, մուտքի միջանցքներով ցած իջնում։ Ես կոնկրետ չգիտեմ, կրիշից է, որտեղից է։ Մի օր այս շոչիկը կտրակի ու մենք բոլորս կմնանք տակը։ Մեզ սպալեն խոնավա։ Ամբողջ անձրևաջրերը լցվում են, բոլոր հարկերում։ Էլ չեմ ասում, ինչ իրավիճակ է, հրեն մի հատ բնակիչ, որ իր աստունը ջուր է լցվում, ստեղ բոլորը կանգնած են։ Բաղրատունյաց 22 շենքի բնակիչները նամակ են ուղարկել ազգային ժողով, քաղաքապետարան։ Քաղաքային իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հանդիպել բնակիչների հետ, լսել խնդիրը։ Հանդիպումը կայացել է, սակայն անարդյունք։ Շենքի երկրորդ մուտքի նկուղային հատվածից դեպի առաջին մուտք կեղտաջրերի հոսքը շարունակվում է ու օր-օրի ավելանում։ Բնակիչներն անկոտրում են, եւս մեկ դիմում են ուղարկել համատիրություն։ Ղեկավարը հայտնել է, որ 1 ամսվա ընթացքում կպատասխանեն նամակին։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Օծանելիքը աներևույթ, բայց մեր կյանքի մշտական ուղեկիցը դարձած կարևոր աքսեսուար է։ Թերևս հենց այդ փաստն էր ընդգծում Իվ Սեն Լորանը, երբ ասում էր, որ նույնիսկ ամենաշքեղ հագուստին գետ 1 կաթիլ օծանելիքի անհրաժեշտ։ Անկրկնելի Կոկո Շանելն էլ օծանելիքի մոգական հատկությունը ավելի ընդգծելու համար իրեն ուղված որտեղ է պետք այն ցանել հարցինի պատասխան հայտարարել է այնտեղ, որտեղ ուզում եք, որ համբուրեն։ Հայ պարֆյումեր Գևորգ Սիմոնյանը բույրերի գաղտնիքը բացահայտում է յուրովի սեփական նախաձեռնությամբ ստեղծած լաբորատորիայում։ Նա նաև հնարավորություն է ընձեռում այցելուին սեփական նախընտրությամբ ստեղծել բույրերի սեփական աշխարհը։ 26, 27, 28 Եվս մի քանի կաթիլ ու արդեն պատրաստ կլինի հերթական առեղծվածային բույրը։ Հիմա այդտեսի սիրուն բան եք ստացի, գույնով նայ երևումա, կոկտեյլինումա, հիմա լցում ենք սարվակի մեջ, էսի սովետական ապարատա, ինքը հատուկ խառնելու համար է։ Մինչև վերջի կաթիլը, այո, մինչև վերջի կաթիլը արդեն թանկարժեք դուխիա ձեզ ստեղծած դուխին է։ Պարֆյումերը ընտրված բաղադրիչներից, բուրավետ նյութերից տանում է ակորդներ, վերջնարդյունքում օծանելիք։ Գևորգ Սիմոնյանի լաբորատորիայում քո ձեռքով կարող ես պատրաստել օծանելիքդ ու հենց տեղում վայելել դրա բույրը։ Մարդկանց գրավում է այն գաղափարը, որ ամեն մեկ ուզում է ունենալ իր բույրը, բոլորին, որ ինքը տարբերվի բոլորից։ Շատ հաճելի է բույր սարքել անհատական մարդկանց համար, իրանց անուն ազգանունով, անվանական դուխիներն են դա, ու այդ էմոցիան, էներգիան ես շատ լավ գիտեմ ինչ է լինում, ու այդ ուրախությունը տալիս ես մարդկանց, իմ համար ամեն ինչ դա արժի։ Այստեղ կան բույրեր, որոնք ոգեշնչման արդյունք են, կան բույրեր, որոնք էքսպերիմենտի, որոշներն էլ նպատակադրված աշխատանքի արգասիկ են։ Հենց այդպես է ստեղծվել նաև պարֆյումերի առաջին օծանելիքը։ Իմ առաջի օծանելիքը ստեղծել եմ 21 թվին, Ֆերրամոնը անունով 27 համարից դուխին է, ինքը շատ ուժեղ սիրվեց ժողովրդի կողմից էլ ու շատ մեծ համբավ ունեցավ, որտեվ ինքը հատուկ նյութեր եմ ավելացնում, որ հակառակ սեռի վրա ինքը ազդում է ու արդեն շատ ուժեղ տարածում ունի դա։ Հոգի, էներգիա ու մեծ սեր է փոխանցում բույրերի հայ վարպետը իր պատրաստած օծանելիքներով, որ երկար դաջվում է հիշողությանդ մեջ։ Նրա յուրահատուկ համադրությունները ոչ միայն ընդգծում են անհատականությունդ, այլև բարձրացնում ինքնավստահությունդ։ Երբ որ իմ մոտ մարդ գալիս է, ես իրանց հետ շփվելով հասկանում եմ մարդուն ինչ առաջարկե, ինչ կարգի բույր, ու մեծամասնությունը ճիշտ ուղղությունը ցույց տալիս։ Բույրերի այս զարմանալի աշխարհում Գևորգը նախընտրում է բյուրեղացնել սեփական ոգեշնչումը, միևնույն ժամանակ չանտեսել հասարակության ընկալման առանձնահատկությունները։ Հիմա սրվակները մենք ընտրում ենք, ու դուք արդեն հոտարությամբ դիտես զգաք որը ու սկսենք խառնել։ Ասում է օծանելիքի սերային տարբերակումը մարքեթինգային հնարք է վաճառքը խթանելու նպատակով։ Մինչդեռ օծանելիքը չէ, որ պետք է կանացիությունն ու տղամարդկությունն ընդգծի։ Իմ եթերային յուղերն են, բաղկացած են սաղ ծաղիկներից, դուխիների մեջ կա 3 ակորդ, գլուխ, սիրտ եւ բազա։ Առաջ որ քաշում եք դա գլուխն է, սիրտը 10 րոպե զգում եք դա է, բազան է վերջի ստոյկությունը, որ հետո եք զգում, այդ ամենը խառնելով արդեն կարող եք ստանալ ձեր բույրը։ Ու հենց այդ բույրն էլ պարֆյումերներին ու գիտակներին թույլ է տալիս որոշել մարդու բնավորությունը, արտահայտելով նրանց ուժեղ կամ նրբաճաշակ կողմերը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Կասկածելի երեկո Armenia TV սիրված հաղորդումը երկրորդ եթերաշրջանով վերադառնում է եթեր։ Հայտնի դեմքերի թիմերում կլինեն նաև շարքային հեռուստադիտողներ։ Երկրորդ եթերաշրջանում էլ հաղորդման օրն ու ժամը անփոփոխ են։ Յուրաքանչյուր շաբաթ 20:30 Armenia եթերում կասկածելի երեկոն է։ Կասկածեք, բայց ժպիտով դիտեք։
Այս տաղավարում ամեն բան շարունակում է մնալ կասկածելի. դեպքեր, իրադարձություններ, պատմություններ ու կասկածելի հյուրեր։ Armenia TV-ի սիրված հաղորդումը երկրորդ եթերաշրջանով վերադառնում է եթեր։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է այսօր կրկին եթերում։ Հեռուստախաղում նորություններ կան, հայտնի դեմքերի թիմերում կլինեն նաև շարքային հեռուստադիտողներ։ Առաջարկը Գարիկինն էր, որոշել են քասթինգով հեռուստաէկրանից հեռուստատաղավար բերել հավատարիմ հետևորդներին։ Մեր մոտ դեմոկրատիա է, մեծամասնությունը քվեարկեց, որպեսզի լինեն նաև մարդիկ, ովքեր պարզապես այս հաղորդման հետևորդներն են, սիրողներն են, ուղղնուցուցին տիրապետողներն են եւ իրենք էլ ունեն իրավունք գալ եւ խաղալ, իսկ եթե ուզում եք իսկական պատճառը հայտնի հյուրերը վերջացել են։ Վերջանում են։ Ես համաձայն չեմ։ Անկեղծ ես համաձայն չեմ, մենք ոնց որ բաժանել ենք այս կոնֆլիկտային իրավիճակը ստեղծելու միշտ ամեն հաղորդման ընթացքում։ Նոր եթերաշրջանում կասկածելի երեկոները կունենան նաև մի նոր փուլ։ Հեռուստադիտողներն էին ստեղծագործական խմբին հորդորել, որոշեցին բավարարել այն։ Եթերից թող բոլորը տեսնեն։ Բայց արդեն հայտնի է թե նոր փոփոխությամբ։ Չէ, ետ եք բերել։ Հակագծերը բաց են, արի բաց են, ինչի՞ չբացեցին։ Ինքը ետ բերած փուլ է, գնացած հետեկած փուլ է։ Նոր եթերաշրջանի առաջին թողարկումն այսօր է, տոնական մարտի 8-յան։ Հյուր եկած սիրված դեմքերը առանց բացառության նշում են, դժվար են ստում, բայց հավանաբար արդեն իսկ ունեցած փորձը կօգնի։ Երևի պետք է ամենակարևորը ու առաջնահերթ չշտապել։ Մի հատ փորձել հասկանալ էմոցիաներից, թե երբեք չես կարող ասել դիմացինը ինչպես կարող է վարվել կամ այդ պատմությունը ինչպես պատմել։ Մեր հանդիսատեսը կարծում եմ լավ էմոցիաների, լավ տրամադրության, լիցքերի, չգիտեմ, կարիք ունի եւ այս հաղորդումը հենց դրա համար է ստեղծված։ Հույս ունենք, որ այն հումորը, որ այստեղ է արվում, կհեշտացնի մեր հեռուստադիտողի կյանքը։ Կասկածելի առաջին խաղին մյուս թիմից էլ կլինեն Սրփուկն ու Գևորգ Մարտիրոսյանը։ Հաղթել ուզում են, ճիշտ է, մրցակիցներն ընկերներ են, բայց թիմը մնում է թիմ, խաղն էլ խաղ։ Ֆորմատը հետաքրքիր է, ադրենալին կա, երբ որ պետք է ստես եւ այլն համոզես դիմացիներին, որ դու ճիշտ ես, քո պատմությունը։ Բացահայտում եմ հեշտ, ինտուիցիայով ավելի շատ զգում եմ։ Օրն ու ժամն անփոփոխ, յուրաքանչյուր շաբաթ 20:30 Armenia-ի եթերում կասկածելի երեկոն կլինի։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Armenia-ի եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։